Հարցս ուղղում եմ բոլոր հայերին, անկախ կուսակցական պատկանելության, ուղղակի խոր հեկ ասածից վրա եւ պատասխանեք։ Ինչ կանեին թուրքերը Էրդողանի հետ, եթե Էրդողանը Թուրքիայի ազգային ժողովում իլուր աշխարհի, իլուր բոլոր թուրքերի ասեր, որ Վանը, Էրզրումը, Արևմտյան Հայաստանը պատկանում են հայերին եւ ինքը վերադարձնում է Հայաստանին։ Ինչ կանեին թուրքերը Էրդողանի հետ։ Ինչ կանեին ադրբեջանցիները Ալիևի հետ, եթե Ալիևը իլուր աշխարհի հայտարարեր, որ Արցախը եւ Նախիջևանը հայկական տարածքներ են եւ ինքը վերադարձնում է Հայաստանին։ Ինչ կանեին ադրբեջանցիները Ալիևի հետ։ Եվ միթե սրանք անգամ կհամարցակվեին նման բան արտաբերել եւ ինչ ճակատագիր կունենային սրանք, եթե նման բան արտաբերեին։ Եթե սրանք այսպիսի բան ասեին եւ անեին, դա կլիներ պատմական արդարության վերականգնում, որովհետեւ այո, այդ տերիտորիաները եղել են հայկական, կան հայկական եւ պետք է լինեն հայկական։ Իսկ ինչ է անում հայ ժողովուրդը, երբ որ Հայաստանի պիղծ կապիտուլյանտ Դավաճան վարչապետը Հայաստանի ազգային ժողովում հայկական տարածքների անունները արտաբերում է ադրբեջանական անուններով եւ ասում է, որ սրանք ադրբեջանական տարածքներ են եւ ինքը պետք է վերադարձնի Ադրբեջանին։ Ոչ մի իրավական եւ պատմական հիմք չունենալով։ Ինչ են անում հայերը։ Ոչինչ։ Դուք տեսել եք մի պետություն կամ մի ազգ, որ պատերազմը պարտված ղեկավարությանը նորից ընտրի։ Պատմության մեջ նման բան գոյություն չունի։ Դուք տեսել եք մի ազգ, որի արժանապատվությունը, պատմությունը, ասենք որ հրեաների ցեղասպանությունը Նետանյախուն դներ կասկածի տակ։ Կամ գնար համաձայնության Պաղեստինի հետ այս հողերը, այն հողերը հանձներ, այս տերիտորիաները, ինչ կանեին Նետանյախուի հետ հրեաները։ Չէ, դուք գնում եք, նորից ընտրում եք այս պիղծ Դավաճան կապիտուլյանտին։ Ինչու է այս ամենը ձեր հետ կատարվում։ Գիտեք երբ են հայերը բորբոքվում, երբ որ կպնում են իրանց գրպանին։ Ես նայեցի 2014 թիվ։ 50 դրամ տրանսպորտի արժեքը, քաղաքային տրանսպորտի արժեքը ուզեցել են բարձրացնել։ Մեկ շաբաթ ջրցաններով հայերին չեն կարողացել ասֆալտից պոկեն ուղարկեն տներ։ 2015 թիվ կառավարության շենքը մեկ շաբաթ ցույցերի մեջ ա եղել։ Ցուցարարներով շրջապատված։ Ինչու 20 դրամ շրջակա միջավայրի հարկը բարձրացրել են։ Այս դեպքում եք որ դուրս եք գալիս բողոքելու, երբ որ հողեր են հանձնում, երբ որ զինվորը ամենօրյա կարգավիճակով զոհվում իբր խաղաղ պայմաններում, ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ զարմանալի է, որ մենք եկել հասել ենք 21-րդ դար։ Չգիտեմ ով է ասել, բայց շատ դիպուկ է ասել, որ հայը փող սիրեց, իսկ թուրքը հող։ Այդ իսկ պատճառով մենք չունենք ոչ փող, ոչ էլ հող։ Եվ ում ենք մեղադրում Ռուսաստանին, Եվրոպային, հրեաներին, բոլորը իրանց մեղավորություն ունեն, բայց մենք մեր մեղավորությունը երբ ենք հասկանալու, մենք մեր ախտորոշումը, մենք մեր դիագնոզը երբ ենք հասկանալու, երբ ենք մենք ազգ դառնալու, ազգը, որը չունի ազգային գաղափարախոսություն, նա դատապարտված է ոչնչանալու։ Եվ մի մեղադրեք ոչ ոքի, դեպի ներս աշխատանք է պետք տանել, բավական է, մեզ ստանում են կործանման, եւ եթե պետք է կործանվեինք, գոնե արժանապատիվ վերջ ունենայինք, ասենք մեզ թրով սպանեին, պատերազմով, մեզ ստիպողաբար բնաջնջեին, ոչ, տեսեք ինչ են անում մեր ազգի հետ, վերցնում են հողերը, արժանապատվությունը, պատմական հիշողությունը դարձնում են մեզ ստամոքսի գերի եւ այդպիսի անփառունակ վաղճան են մեզ ճակատագրում։ Ում եք մեղադրում։